Այսօր խոսքիս հիմքը դրել եմ Մատթեոս ավետարանի 16-րդ համարը, ուզում կարդանք միասին։ Հիսուսը անոնց ասավ. նայեցեք ու զգուշացեք փարսեցիների ու սադուկեցիների խմորեն։ Երբ սկսեցի մտածել այս համարի շուրջ, խմոր բառի վրա ուշադրություն դարձրեցի եւ խոսեցի մտածել, թե ինչ կարող է նշանակել։ Եվ բառարանի մեջ տեսա փոխաբերական իմաստով խմորը ունի այսպիսի մի սահման, կարելի ասել։ Մարդու բնավորության ներաշխարհի կամ հատկանիշների ամբողջությունն է։ Այսինքն, երբ Հիսուսը ասում է զգուշ եղեք փարսեցիների խմորից, նշանակում է ինչ-որ բնավորության ներաշխարհի ինչ-որ հատկանիշներ կա, որոնք պետք է փոխվեն, որոնք չպետք է նման լինեն փարսեցիներին։ Եթե նայենք մեր առօրյա կյանքին, կտեսնենք, որ մեր մեջ ձևավորվում են ամեն օր տարբեր հատկություններ, ինչ-որ բնավորության գծեր, մեր ապրելաոճն է ձևավորվում ու ինչ-որ բաներ ազդեցություն են թողում մեր կյանքի վրա։ Կարդանք 12-րդ համարը, այնտեղ գրված է, որ այն այդեն հասկացան, որ հացի խմորեն զգուշանա չսավ, ապա փարսեցիների ու սադուկեցիների վարդապետությունն են։ Նույն միտքը Ղուկասի ավետարանի 12-րդ գլխի առաջին խոսքում է գրած։ Գրած է մեկը ամենից առաջ ինքզնից զգուշ պահեցեք փարսեցիների խմորը, որը կեղծավորություն է։ Այսինքն, երբ նայենք կեղծավորությանը, դա կարող է լինել, երբ մեր գործերը չեն վկայում մեր ասածի մասին, կեղծավորը ճշմարտությունը թաքցնում է։ Կուզեմ կարդանք առաջին Կորինթացիս 5-րդ համարը։ Գրված է. այդ ձեր պարծանքը աղեջ է, չգիտեք, որ քիչ խմորը բոլոր զանգվածը կխմորեն։ Մաքրեցեք հին խմորը մեկդի, որպեսզի ելակ նոր զանգված, ինչպես անխմոր եք, վասնզի Քրիստոս մեր զատիկը մեր համար զոհվեցավ։ Ուստի տոն կատարենք ոչ թե հին խմորովը եւ ոչ թե չարության ու անզգամության խմորովը, ապա անկեղծության ու ճշմարտության անխմոր հացովը։ Կարելի ասել, որ այստեղ հանդիպում ենք երկու հակադիր բևեռների, խմոր եւ անխմոր, փորձեցի գտնել դրանց տարբերությունը։ Խմորը իր մեջ պարունակում է անխմորից նայելով է տարբերում, որ պարունակում է հավելյալ մասեր, հավելյալ բան է պարունակում իր մեջ։ Ապրելով այս կյանքում մեր մեջ բացասական բաներ են միանում, կեղտոտվում ենք։ Դա կարող է լինել թե մեր մտածելակերպը, ապրելաոճը կամ տարբեր բացասական հատկություններ ենք ձեռք բերում։ Սակայն մենք վերստին ծնվելով ընդունում ենք նոր մարդը, մենք պետք է հրաժարվենք հին մարդուց, հին խմորումներից։ Կարելի է ասել, որ այդ հին խմորը հին մարդն է։ Այստեղ նշվում է, որ հին խմորը չարության եւ անզգամության խմորն է։ Կողոսացից 3-րդ գլխում խոսում է հին մարդու եւ նրա գործերի մասին։ Ուզեմ կարդանք Կողոսացից 3-րդ գլուխ 5-րդ համարից։ Ուստի ձեր երկնավոր անդամներս բանեցեք, որ նպություն, պղծություն, անսանսկիր, շանկություն եւ աղքատություն, որ կուրապաշտություն է։ Որոնց համար Աստծո բարկությունը անհավատության որդիների վրա կուգա, որոնց մեջ ատեն դուք քայլեք եւ անոնց մեջ կապրեք, բայց հիմա մեկդի ձգեցեք դուք այն ամենը բարկությունը, սրտմտությունը, չարությունը, հարհերությունը, անհամեստ խոսքերը ձեր բերաններ են։ Իրարու սուտ մի խոսեցեք, մարդը իր գործերով ձեր վրային հանեցեք։ Այստեղ տեսնում ենք, որ թվարկվում է հին մարդու բնույթը, դա ինչպիսին է այն, չար ցանկություն, ագահություն, կորապաշտություն, պղծություն, անսանս լեզու եւ այլն։
որոնց մեջ մենք բոլորս քայլել ենք, բայց գալով ասում մենք պետք է հրաժարվենք դրանցից։ Իսկ շարունակությունը 12-րդ համարից որ կարդանք, ուստի Աստծո ընտյար սուրբերու և սիրելինի պես ձեր վրա հագեք գութը, ողորմությունը և քաղցրությունը, խոնարհությունը, հեզությունը, երկայնամտությունը իրարու համարելով և իրարու ներելով, եթե մեկը մեկու դեմ տրտուժ ունենա, ինչպես Քրիստոս ձեզի ներեց, նույնպես ալ դուք։ Եվ այս բոլոր բաները վրա սեր հագեք, որ կատարելության կապն է։ Շարունակության մեջ խոսում է նոր մարդու հատկությունների մասին, թե ինչպես լինի նոր մարդը և իր բնույթը։ Թողնելով այդ ամենը մենք պետք է հագնենք այն նոր մարդու բնույթը։ Հետաքրքիրը այստեղ որ հանդիպեց, ասում է հանեք նոր հագեք, այսինքն հնարավոր չի, որ հինի վրա մենք հագնենք նորը։ Կուսանք կարդանք Ղուկաս 5:36-ը։ Արագ լսավ անոց, թե մեկը չզգե նոր լաթի կտորը հին հանդերձի վրա, եթե ոչ այնով պատրված կար կնե ու ինցածին հետա չմիաբանի, այնով լաթեն եղած կտորը։ Այստեղ ասում է, որ հին կտորը նոր կտորի վրա միաբանեք։ Այսինքն, եթե մենք փորձենք մեր հին բնության վրա միաբանենք նոր բնությունը, կարծում եմ, որ դա կլինի կեղծավորություն։ Եվ դրանք չեն միաբանվի, դրանք չեն կարող միաբան լինել։ Մենք պետք է ամբողջությամբ հրաժարվենք հինից, որպեսզի ընդունենք նորը։ Հռոմեացիս 6:6 Զայն գիտենք, որ մեր հին մարդը անոր հետ խաշվեցավ, որ մեղքի մարմինը փչանա, որպեսզի ասկե հետև մեղքի չծառայենք։ Եվ Եփեսացիս 5:8 Քանզի թեև ատեմը դուք խավար եք, բայց հիմա լույս եք Տիրոջ մոտ, լույսի որդիների պես քայլենք։ Առաջին Գործացիս 5:6-ը ասում է. չգիտեք, որ քիչ մխմորը բոլոր զանգված է խմորը։ Այստեղից հասկանում ենք, որ թեկուզ փոքր աննշան հին բնույթը թույլատրելի չէ, որովհետև կապականի ամբողջը։ Այսպիսի մի ասույթ կա, որ մեծ նավին մեծ անձ չի խորտակվելու համար, դա ժամանակի հարց է։ Եթե մենք մեր մեջ չհեռացնենք, չհրաժարվենք ամեն փոքր էությունից, բնույթից, մենք մի օր կկորսվենք։ Պետք է ամբողջությամբ դառնանք Աստծուն։ Ընդհանուր որ ամփոփեմ, Հիսուսը ասում է զգուշացեք փասեցիների խմորից։ Երբ նայեցինք խմոր բառին, ինչ է առաջին իմաստով, որ դա մարդու բնավորության ներաշխարհի կամ հատկանիշների ամբողջությունն է։ Երկրորդը առանձնացրեցինք խմոր եւ անխմոր, որը խմորը տարբերվում էր անխմորից, որ իր մեջ ուներ հավելյալ բաներ։ Ասում է հանենք հին խմորը, հին մարդուն իր գործերով, իր բնույթով եւ հրաժարվենք դրանցից։ Եվ ամենակարևորը, որ չեն կարող հինի վրա միաբանենք նոր բնույթը, պետք է ամբողջությամբ հրաժարվենք դրանից։